եւ Միքայելը եւ Դավիթը։ Իրանք, չգիտեմ, առանձնահատուկ ունակությունների տեր մարդիկ են։ Չգիտեմ, տենց մարդիկ կան, որոնք երկրորդ, առաջի, երրորդ, չորրորդ դասարաններում իրանց կյանքի միակ նպատակը լավ սովորել, լավ մարդ դառնալ, հայրենիքին պիտանի մարդ դառնալ։ Դուք պետք է այդ երեխեքին տեսնեիք Ղարաբաղյան պատերազմի օրերին։ Մարդիկ լուրջ եմ ասում, հոգեկան բաներ են ստանում։ Ու այդ հայրենասեր, քրիստոնյա մարդիկ շատ եք տեսել 10-րդ, 10-րդ դասարանի տղաները, որ ամեն կիրակի գնան եկեղեցի պատարագի։ Իրանք գնում են, ես էլ եմ գնում իհարկե զորավոր, իմ հետ էլ այնքը շատ եկել, ու իրանք նենց են մեկնաբանում Աստվածաշունչը, 1000 տարի եկեղեցի գնացողները տենց Աստվածաշունչ չեն կարողանում մեկնաբանել։ Ու այդ մարդկանց այսօր որոշել են, որ տանեն աբսուրդի ժանրից է, ես չգիտեմ։ Ես 2 օր չեմ կարողանում ուշքի գալ։ Խնդրում եմ, թող ինչ-որ մի պաշտոնյա, հենց Թեկուլ Լուսներ Բադալյանն է, որ այդպես գրում է, թող մի հատ հանդիպում կազմակերպի, գնա Միքայելի Դավիթի հետ զրուցի, իր բոպիկ վիճակից ամոթով հետ կդառնա։ Լուրջ եմ ասում, այդ երեխաները արժանի են առավելագույնին։ Ու հաստատ ինձ թվում է դա ինչ-որ անկանոն շարժման հետևանք է, որովհետև թիկնապահները հրելով Դավիթի ծնոտին էին խփել։ Ես տենց եմ, հնարավոր է, չէ՞, 9 տարի սովորի մի դպրոցում ու ոչ մի օր դա ինչ-որ մի ուսուցչի պատասխանած չկա, հասկանում եք, ինչ-որ կոնֆլիկտ արած չկա։ Այդ դասարանի երևի խաղաղության աղավնիներն էին այդ տղաները։ Ես իմ բոլոր բարերի տակ ստորագրում եմ։ Ու կարող եք նաև գնալ դպրոցում հարցնել։